ոսկու գներից ենք ուզում տեղեկանալ, վերջին տատանուներն է, օրինակ այսօր ինչ վիճակ է, բարձրացել է, իջել է վերջին միտումները ու դա ոնց է ազդում վաճառողների վրա։ Ուրեմն ոսկին այս մի շաբաթվա ընթացքում ինքը աննախադեպ շատ բարձրացել է։ Նույն ձև աննախադեպ կտրուկ ըստ այդ բարձրացումի իջել է, այսինքն բարձրացումը եղել է $178, պատկերացրեք, մի գրամի արժեքը, դա բարձր հարկն է, 999, և 2 օրվա ընթացքում այն իջել է $148, այդ տատանումը, բարձրացումը տատանումը պատկերացրեք այդքան մեծ թվով, այսինքն մի գրամի մեջ ինքը $30, իսկ 12,000 դրամի տատանուն է տվել, այդպիսի բան երբևիցե չի եղել, այս վերջին 30 տարվա ընթացքում, և դա իհարկե շատ վատ ազդեցություն է ունենում մեր գործունեության վրա, այս աշտը արժեցել է $200,000 դրամ, ընդամենը 3 օր առաջ, հիմի այս աշտը արժի $250,000 դրամ, դե պատկերացրեք մի զաշտի մեջ 50,000 դրամի տարբերություն է տվել, 3 օրվա մեջ։ Համեմատած նախորդ շաբաթ, որ հսկայական գներ դարձան $176, այս շաբաթվա սկզբին մի փոքր իջավ ու հիմա նորից սկսեց բարձրանալ, շատ վատ առևտուր է, կանգնած է, կարա ամբողջ զալը նայեք, մարդիկ եթե մոտենում են, դե առիթ է տրնդեզա, գինը հարցում են, շիվարած դուրս են գալիս, եթե նախկինում մարդիկ գնում էին հարսանիքներ, ոսկի էին տանում, հիմա նախընտրելի է, որ գումար տանեն, համ ոսկին է թանկացել, համ արծաթը ու անորոշության մեջ ենք։ Իսկ եթե համեմատենք օրինակ հոկտեմբեր ամսին, որովհետև այդ ժամանակից սկսեց, չէ՞ կտրուկ բարձրացումը, սա օրինակ ինչքան կարժենան այն ժամանակ։ Դե այն ժամանակ ինքը կարժենար մի $150,000 դրամ, կյացեք ինչա կատարվում, $100,000 դրամի տարբերություն է տալի, եթե հաշվար կանենք հոկտեմբեր ամսից, ինքը այդ ձև սարսափելի տատանումները սկսվել է նոյեմբերից, այսօր բարձր հարկը համարժեք դրամի արժի $62,000 դրամ, 750 հարկը, որը նույնպես բարձր հարկերի շարքին է դասվում, այսօր արժի $46,468 դրամ, համարժեք դրամի, 585 հարկ արժի $36,338 դրամ, համարժեք դրամի։